Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում իմ հյուրը հայրենի կուսակցության գործադիր մարմնի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։ Պարոն Բաբայան, շատ շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես շնորհակալ եմ լավ հրավերի համար, երկրորդ անգամն է։ Այո, մեր զրույցը սկսենք քաղաքական մասից։ Գիտեք, որ տևական ժամանակ հանրությունը, ավելի ճիշտ ես կասեի համացանցը սպասողական վիճակում էր, թե Նուգավարի Մարտուն այս վիճակի մեջ էր, ու Մարտուն Գրիգորյանը վերջապես խոսեց, բայց այն պաուզան, որը ինքը պահեց, մի շարք բաներ ի ցույց դրեցին, հատկապես օրինակ ես նկատեցի, թե ինչքան խորը ատելություն կա քոչարյանականների, այսպես ասած, եւ հանրապետական այս թևի միջև, Էլ ինչ անվանարկումներ ասես արեցին Մարտուն Գրիգորյանի այս մի քանի օր պաուզա տալու հետ կապված, էլ փրչոտ, էլ չգիտեմ դու քեզ ինչի տեղ ես դրել, դու պատգամավոր եղած ժամանակ մի ծպուտ հանել ես թե չէ։ Ոնց արդեն կոնկրետ անձանց անուններ ես տալիս սրիպսի մեջ։ Դե արդեն դու գիտեք ու երևի այդ խոսիթին ծանոթ եք, համենայն դեպս ինչ ասվեց նրա հետ կապված, դուք առհասարակ այս ամեն ինչից ինչ եզրակացրեցիք։ Սկզբից կամ համաձայն չեմ, որ այդ պահանջները միայն համացանցում էին։ Իրականում, թեև ես դրա մասին մի քանի առիթ ունեցել եմ, այսպես նկարներով ցույց տալու, թե իրականությունն ու համացանցը ոնց է իրարից տարբերում, բայց հանուն ազնվության պիտի ասենք, որ այո, այդ սպասումները կար նաև խորական մարդկանց մոտ, հանրության մոտ։ Այո, այդ սպասումները կար նաև Գյումրիում, բայց արդյոք այդ սպասումներն օբյեկտիվ էին եւ որոնք էին դրա ծնող պատճառները, այս հարցին է պետք է կարծում եմ ուշադրություն դարձնել։ Ես գտնում եմ, որ այդ սպասումները արհեստականորեն էին առաջացվել կոնկրետ շրջանակների կողմից եւ կոնկրետ նպատակների համար։ Հիմա տեսեք, դուք ձեր խոսքում ասում եք վերջապես հայտարարեց։ Այդ վերջապես բառը գալիս է ցույց տալու, որ դա սպասված էր, դա ուշացել էր, մինչդեռ ոչինչ չէր ուշացել։ Որովհետև հայտարարություն անել այս ժամանակաշրջանում, ընդ որում ես ավելին ասեմ, նույնիսկ հիմա էլ էր շուտ։ Թեև արեց Մարտուն Գրիգորյանը իր ամբողջությամբ մեծ հայտարարությունը։ Մինչև ապրիլի 16-ը չէր ձգել։ Չէ, բայց առնվազն պետք էր սպասել, մինչև գոնե արդյունքները պաշտոնական բան անեն, ամփոփվեին։ Դե բայց դառնում էր արդեն Օսկարի մրցանակաբաշխության նման, որ ձգում են վերադարձեք, այ ձգելը այդ արհեստական սպասումները առաջացնելու հետևանք է։ Եվ այո, մենք պիտի հաշվի նստեինք դրա հետ, ուզենք չուզենք, որովհետև ցանկացած պատճառով օբյեկտիվ, սուբյեկտիվ, չար նպատակով ինչ էլ լինի, այո, կար այդ սպասումը, ու եւ ուզենք չուզենք բոլորը Մարտուն Գրիգորյանը պիտի հաշվի նստի դրա հետ։ Բայց վերադառնանք ու տեսնենք մյուս ընտրությունների ժամանակ արդյոք այսպիսի արագացնելու, այսպես շուտ ասելու խնդիր եղել է, թե չի եղել երբեք։ Մինչև որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առնվազն առաջին փուլի համար չի տվել պաշտոնական տվյալներ, պաշտոնական արդյունքներ, ամենակարևորը որ խմբակցությունը քանի մանդատ ունի այդ համայնքի ավականիում, քանի դեռ սրա մասին չկա խոսակցություն, շատ նորմալ է, որ դեռևս կոալիցիաների հետ կապված քննարկումներ տեղի չունենան։ Այո, որոշակի առումով, այսպես նախագծային իմաստով կարող են լինել որոշակի քննարկումներ, հարցազրույցներ, տարբերակներ, հնարավորություններ, բայց ասել, թե Մարտուն Գրիգորյան ում է սպասում, հենց հիմա հայտարարի, գնդակը իր դաշտում էր, պարոն Բաբայան։ Տեսեք, այն երկուսը հայտարարեցին ու մնաց Մարտուն Գրիգորյանը։ Չի մնացել։ Մարտուն Գրիգորյանը ամսի 31-ին բոլորի հետ հավասար իր հայտարարությունը արել էր։ Ինչի մեծացավ այդ պահանջը հայտարարության, որովհետև այդ պահանջը ձևավորողները իրենց վատ նպատակներից ելներով ուրիշ բան էին ուզում, ասում էին, ասա որ Վարդան Ղուկասյանն ես ընտրելու։ Էս էր իրենց պահանջը։ Իսկ Մարտուն Գրիգորյանը իր հայտարարությամբ ամսի 31-ին ընդամենը մեկ նախադասությամբ ասել էր, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում քաղաքապետ չի ունենալու։ Բայց կարող է երկրորդ փուլ գնային, էլի այդ պահին չունենար։ Հիմա հարց եմ տալիս, երկրորդ փուլ եթե գնար, հնարավոր էր արդյոք տեսականորեն, որ իշխանությունը ԿՊ-ն կարող էր ունենալ քաղաքապետ։ Կարող էր երկրորդ փուլում դա լինել։ Կարող էր, բայց այդ պահի համար։ Եթե կարող էր, հետեւաբար դա չէր կարող տեղի ունենալ, որտեղ Մարտուն Գրիգորյանն արդեն ասել էր, որ ԿՊ-ն չի ունենալու եւ դա հաստատ է։ Այսինքն ցանկացած սցենար, որը կարող էր բերել նրան, որ նույնիսկ տեսականորեն իր գործողություններով պայմանավորված, մի կարևոր բան պիտի այստեղ անպայման նշենք, Մարտուն Գրիգորյանի, այսինքն հայտարարություն անողի գործողություններով պայմանավորված, որովհետեւ դա բնական է, չէ՞, եթե ես մի բան հայտարարում եմ կամ խոստանում եմ, ինձնից կախվածի մասին պիտի լինի,
հետևաբար չէր կարող լինել որևէ սցենար, որը կարող էր թեկուզ եւ տեսականորեն հնարավորություն ստեղծել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարող է ունենալ քաղաքապետ, որովհետեւ ասել էր վերահաստատում եմ, որ չի կարող ունենալ եւ դա հաստատ է։ Այս եթե չլիներ այս արհեստական սպասելիքների, ակնկալիքների ստեղծումը, սա պարզ ինչ-որ նախադասություններ եւ այդ պարզ նախադասությունից այս պարզ հետեւությունները բոլորն էլ կարող էին անել։ Պարզապես որոշակի մեր ընկերների կողմից այդ բանը հատուկ դրվեց, որ չէ, հատուկ ձեր բացման խոսքում մասնավորապես ասում եք այնտեղ թևերի միջև կռիվ էր գնում, Մարտուն Գրիգորյանը ոչ այն թևից էր, այդ երկու թևերը իրար հետ հարց էին լուծում, մի թևը որոշել էր, որ պիտի այն մի թևին ոչնչացնի ինչ-որ նպատակներով, այդ նպատակներն էլ հասկանալի է, բայց կարծում եմ հիմա ոչ էլ դրա ժամանակն է։ Այնուամենայնիվ Մարտուն Գրիգորյանը արեց իր հայտարարությունը այն ժամանակ, երբ որ ինքը գտավ ճիշտ, եւ ճիշտ ես դա էի ասում, մենք բոլորս դա էինք ասում, որ ճիշտ ժամանակը կգա։ Հիմա կարող եմ ասել, եթե սովորական պայմաններ լիներ, այդ ժամանակն էլ էր շուտ, որտեվ կար ժամանակ, բայց այն պահին, երբ որ արդեն կար այդ ամբողջ լարվածությունը, իրավիճակը, սպասելիքները, կար նաև որոշակի Մարտուն Գրիգորյանի համար իր տեքստից ենք, հա հիմա այդ հետևության գալիս, որ այնտեղ իրականում եղել է ներսի քննարկում, ինքը իր մեջ գոնե խմբագրել էր տեքստը մի քանի խմբագրել էր տեքստը, բացի այդ միջև խմբագրել է, ակնհայտ է, որ ինքը որոշակի իր ընտրողների հետ որոշակի ինչ-որ քննարկելիք էր ունեցել, իր հարազատների հետ որոշակի քննարկում, տեքստից ենք դա մենք հետևության գալիս։ Երբ որ մենք տեքստը կարդում ենք ու տեսնում ենք, որ ինքը ներողություն է խնդրում կամ հայցում է, որ իրեն կհասկանան, ակնհայտ է, որտեղ երկար մտածելու կարիք կար։ Եվ եթե հետևում ենք մյուս տեխնացուի Վարդան Ղուկասյանի հայտարարությանը, որ ասում է ինձ հետ ոչինչ չի քննարկվել, ակնհայտ է դառնում, որ այստեղ չի եղել ընդհանրապես, ինչպես սիրում են մեր սիրելի ընկերներն ասել, հա, պաշտոնների կռիվ չի եղել, քաղաքական առուծախ չի եղել որևէ։ Չէ, բայց մարդուներ ներքին խնդիրների դեմ, հա, իր թիմի հետ քննարկելու հարցեր ուներ։ Ազգականներից էր նաև ներողություն խնդրում, հայտնի պատճառներով։ Դե գիտենք, ամեն ինչն էլ գիտենք, բայց ամսի 31-ից վերջնականապես ինքը տվել էր բոլոր հարցերի պատասխանը։ Ես ինչ էի հասկացել։ Այդ իր ասած, հա, ԿՊ-ն չի լինելու քաղաքապետ։ Ես հասկացել եմ մի պարզ բան։ Եթե նույնիսկ լինի ընտրություն, Վարդան Ղուկասյանը թե ԿՊ-ն, ակնհայտ էր, որ Վարդան Ղուկասյանը, որովհետև այդ մարդը հայտարարել էր, որ ԿՊ-ն չի լինելու։ Իսկ ովքեր ճանաչում են Մարտուն Ղուկասյանը, ներողություն։ Մարտունին ովքեր որ ճանաչում են, իմ ընկեր Մարտունին ովքեր որ ճանաչում են, նրանք բոլորը գիտեն, որ Մարտունը երբեք օթից կամ հենց այնպես կամ շտապողական հայտարարություններ չի անում։ Ինք իրան լուրջ մարդ համարում, լուրջ քաղաքական գործիչ։ Ընդ որում այդ տեքստից կարելի է նաև եզրահանգել, որ դժգոհ էր նաև մյուս ընկերների Կարեն Սիմոնյանից եւ Ռուբեն Մխիթարյանից։ Հա, ես էլ եմ համարում, որ իրանք շտապել էին։ Ես համարում եմ, որ շտապել էին։ Եթե ունեին իրենց մեջ արդեն այդ որոշումը, ինչ իմաստ ուներ դա չասել։ Տես օրինակ այդ նույն տեքստում կար մեկ այլ սցենար, հնարավոր սցենար, որ խոսում էր այն մասին, որ կարող էր լինել օրինակ 4-ով նստեինք որոշեին կամ Ռուբենը կամ Կարենը եւ դրա բացատրությունն էլ կար, բացատրությունը հաջորդ տողում էր, ես որ նկատեցի, դա մասնավորապես հիշենք Վանաձորի սցենարի հետ կապը, երբ որ կապվեց, չէ՞։ Վարդան Ղուկասյանին կբռնեն։ Բայց Վարդան Ղուկասյանը ի սկզբանե ասել էր, որ դրա մեջ ինքը չի մտի, ինքը ասել էր, որևէ տեղ ես չեմ տեսել աշխարհում, որ ավելի շատ ձայներ հավաքած մեկը միավորի իր ձայները ավելի քիչ հավաքած է։ Այսինքն այդ թեման այսպես թե այնպես փակվելու էր, մարդը չէր համաձայնելու։ Մենք իր փոխարենն այսպես ասած, հա, բաներ չանենք։ Կհամոզեին։ Չգիտեմ, կարող է եւ չհամոզեին, բայց առնվազն քննարկման առարկա կարող էր դառնալ։ Եվ դրա համար կար առնվազն Մարտուն Գրիգորյանի համար հիմնավոր պատճառներ քննարկելու։ Բայց ինքը Վերջ գնալու հետ կապված հարցերը Քարոզ Արշավիից սկսած ասել էր, լուծել էր, վերջում էլ ասաց։ Դե ասել էր, հա, ինչ անենք, Վերջ կգնամ, փող քաղաքապետը փեսենա լինելու, փեսեն տիրություն կանի։ Դե ասեմ խնդիրը։ Ես էլ Վերջից կկառավարեմ։ Շատ հետաքրքիր տեղ եկանք հասանք, որը կապելու եմ ինչի է սպաները առաջացրեցին սպասելիքները։ Իմ հասկանալով, թող որ սխալվեմ, այսպես ասած, բայց ոնց որ թե վերջի այս երկու օր ավելի ամրապնդվեց կարծիքս, խնդիրը այն թևից, ովքեր որ ստեղծում էին այդ լարվածությունը, բոլորովին այն չէր, թե արդյոք ԿՊ-ն չի ունենա քաղաքապետ, այլ բացառապես պաշտոնի խնդիր էր։ Ընդ որում, արդեն ասում են, որ քաղաքապետը ես եմ, փոխքաղաքապետը ես եմ,
եւ ոչ իման ձեզ չեմ տալու։ Իսկ սկզբանե մնացած բոլոր պաշտոնները ձեզ կարանք քննարկենք։ Շատ լավ։ Իրականում ասեմ, առնվազն Մարտուն Գրիգորյանի մեր մասով չի հետաքրքրել իր հայտարարությունները կապված պաշտոնների հետ։ Ես էս ուրիշ համատեքստում եմ ասում։ Բայց երբ որ կոնկրետ քաղաքական ուժ այս գործողությունները ուզում է ցույց տա, որ չեմ տալու միևնույն առնվազն 2 պաշտոն, ինչ էլ ուզում եք արեք չեմ տալու, պաշտոնակռիվ ստեղ ուրիշ ով է անում, եթե ոչ միայն հենց այդ հայտարարություն անողը։ Դուք ի սկզբանե միայն պաշտոնի վրա եք կառուցում ձեր այդ ամբողջ քարոզը կամ այդ ամբողջ բանակցությունները, այսպես ասած։ Հետո էլ ասում եք, թե ուրիշները պաշտոնի քննարկումներ կամ ինչ որ հարցեր են պաշտոն են ուզում, Ջորջան, դուք եք այդ պաշտոնի մասին խոսել եւ միայն դուք եք խոսել։ Ոչ Կարենը, ոչ Ռուբենը, ոչ Մարտունը պաշտոնի անուն երբևէ չեն տվել, դրա մասին երբևէ չեն խոսել։ Թեև Կարենն ու Ռուբենը հենց սկզբից հայտարարության մեջ ասել էին, որ մենք ոչ մի պաշտոն էլ չենք ուզում, տալիս ենք զայները քեզ։ Ինքն էլ էր ասել։ Մարտուն Գրիգորյանը։ Վարդան Ղուկասյանն էլ էր ասել, պարոն Բաբայան։ Ասել էր, եթե ինձնից ավել ձայն հավաքող ընդդիմադիր կլինի, ես կտամ իմ ձայները առանց պաշտոնի ակնկալիքի։ Մենք խոսում ենք այն մասին, արդեն որ ընտրության արդյունքները կային եւ այս ժամանակահատվածի մասին։ Ասածս հետեւյալն է, որ միակ խումբը, որ խոսել էր պաշտոններից եւ միակ խումբը, որ իր գործողություններով ստիպում էր դիմացինին, մասնավորապես Մարտուն Գրիգորյանին, հաստատել, որ այս պաշտոնը քոնն է եւ վերջ, ակնհայտ է, որ նրա նպատակը բացառապես ԿՊ-ն իշխանության չգալը չէր, առաջնահերթ նպատակը պաշտոններն էր։ Որովհետև պաշտոնների մասին խոսակցությունը դա կարող էր ցանկացած ժամանակ էլ լինել։ Ընդ որում դա էլի կարա լինի։ Հիմա օրինակ Վարդան Ղուկասյանը կընտրվի քաղաքապետ, այդ պաշտոնների խոսակցությունները էլի կարող է լինել։ Բայց ինձ համար մի այլ բան էր այս կոնտեքստում ավելի տարակուս էլի, որ հələ Մարտուն Գրիգորյանը դեռ չհայտարարած, այսինքն նոր էր ասել թարմելի, որ որոշումը իր, Վարդան Ղուկասյանը արդեն այնտեղ մշակույթի բաժնի պետ Ռուբեն Մխիթարյան բա արդեն պաշտոնները բաժանում են, դա տորմուզ հենդոին հանում եմ, այսինքն հələ մարդը փաստացիորեն դեռ քաղաքապետ չէ, դեռ նիստը չէ, մենք չգիտենք հələ ԿՊ-ն տակից ինչեր կարող է անել, այսինքն բոլոր նախաբանում նշած անհավանական սցենարները նախաբանում նշած երկու թիմերի այս գործողության այդ հայտնի, այսպես ասած, կոնֆլիկտային իրավիճակի մեջ, եթե նկատել ես, ես եւ մեր կուսակցությունը, հայրենիք կուսակցությունը որևէ կողմից, որևէ անգամ որևէ մասնակցություն չեն ունեցել։ Ես դեռևս 10-20 թվականից, 21 ներողություն թվականից սկսած խնդրել եմ իմ բոլոր ընկերներին, որ մի արեք այդպես, չի կարելի այդպես անել։ Հիմա չեմ անում դա, որովհետև շատ եմ արել եւ երկրորդը հիմա եթե անեմ, պիտի ասեն մեծամիտ կամ ով ասես որ դու կարաս այդ խորհուրդը մեզ տաս, չեմ անում։ Չեմ անում այդպիսի բան, բայց եւ որևէ կերպ ինքս իմ գործողություններով, մեր քաղաքական ընկերները, մեր կուսակցության ընկերները իրենց գործողություններով մաքսիմում փորձում ենք որևէ իրական ընդդիմադիր ուժի հասցեին չանել այնպիսի արտահայտություններ, հայտարարություններ, որով կարող ենք վիրավորել, նեղացնել կամ քննադատության նույնիսկ ենթարկել։ Հետևաբար, այս ինչի էր նախաբաներ սա։ Վարդան Ղուկասյանի ձեր նշած գործողությունների առումով չեմ տալու որևէ մեկնաբանություն։ Իսկ Մարտուն Գրիգորյանի հետ կապված ինչ կասեք, դուք շատ կարող ենք քննադատել իրան։ Մարտուն Գրիգորյանը ողջ քարոզարշավի ընթացքում արդեն ԿՊ-ականներն էլ տարածում էին այդ կտորները, թե ոնց էր թիրախավորել հատկապես Վարդան Ղուկասյանին, ասած անունը տվեցի հորս մորս ձերբակալեցին, նրա մեջ էր նրան էր մեղադրում, որ ԿՊ-ի վերարտադրողականության գործիքներից է, այսպես ասած, բա քաղաքական գործիչ չպետք է մի քիչ իր խոսքին բանանի, որ հետո այսենց անհարմար իրավիճակներ չստեղծվեն։ Այդ հետո անհարմար իրավիճակները նորից ցավոք սրտի որոշակի ուժերի կողմից է ստեղծվել, առնվազն վերջի շրջանում շատ ենք տեսնում, ցանկալի ձևով ամեն ինչը ներկայացնելու ճանապարհով։ Եթե հիմա մենք վերցնենք նախորդ այդ ձեր ասած բոլոր հայտարարությունները եւ հիմա համադրենք այս վերջի հայտարարության հետ, իմ կարծիքով, իմ տպավորություն ես պիտի ասեմ, որում այս հարցը չեմ էլ քննարկել, հակասության մասին չի, ես չեմ էլ քննարկել հետ, բայց ես ինչ եմ տեսնում, հենց բանավեճի օրը, երբ որ դուրս եկավ տարածքից եւ 24 նյուզներ, եթե չեմ սխալվում, հարցազրույց կամ էլի կային լրատվամիջոցներ, դրսում որ բոլորը խոսեցին, հենց ձեր ասած նախադասությունը, որ ես ինչ եմ տեսել։ Ես կներեք բառացի մեջ բերեմ, Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում են քաղաքը տանեն, թույլ չենք տալու այդ ծրագիրը, հորս էլ կառանավորեն, մորս էլ։ Շատ լավ։ Դրանից հետո այս վերջի հայտարարության մեջ խոսում է Վանաձորյան ծրագրի, Վանաձորյան սցենարի մասին։ Սցենարի կրկնության։ Վարդան Ղուկասյանը
բոլորի համար ակնհայտ, ընդ որում իրեն աջակցող քաղաքական ուժերի համար էլ, որոնք այսօր մեզ Մարտուն Գրիգորյանին խեղդում էին, որ անունը տու, իրենք էլ հիմա իրենց հայտարարություններում ասում են դե լավ, իրենց բառերով չեմ ուզում շատ ասեմ, որ շատ ավելի չքննադատեմ, իմ բառերով կասեմ, բայց իրենց իրենց ասացի հետ ասում դու ամենալավը չես, բայց այս բանին էս պիտի անենք։ Հետևաբար, այս բոլոր տեխնացուների մեջ ամենամեծ շանսերը ուներ արժանանալու բանի Մամիկոնի բախտին հենց ինքը Վարդան Ղուկասյանը։ Իհարկե, այս իշխանությունը ում ուզենա կբռնի, դրա մասին խոսք չկա։ Բայց եթե դու ունես որոշակի խնդիրներ, թեկուզ օրինական կամ անօրինական, լավ ավելի պարզ ասեմ, արդեն գործը քրեական գործերը հակարական։ Պարզի որ քեզ համար ավելի հեշտ է բռնել գործ արդեն ում վրա որ կա իրան, քան մեկի վրա նոր գործ սարքել, կարել, հետո նրան։ Հիմա ինչա այդ ասացի մեջ, ես ինչ եմ հասկանում։ Իշխանության համար իմ կարծիքով ամենահարմար տեխնացուն իսկապես Վարդան Ղուկասյանն էր։ Այս բոլորի մեջ։ Անդիմադիրների մեջ։ Որովհետև Վանաձորյան սցենարը կրկնելով հենց կդառնա քաղաքապետ, կարող էին անել, հիմա ես չեմ ուզում այսպես տպավորություն թողնի, բայց այդ բոլորը գիտեն, նշի որ նոր բան եմ ասում, ընդ որում Վարդան Ղուկասյանը հարցրել էին Թուրքիայի հետ էր կարծեմ ով էր հարցրել չեմ հիշում։ Մի խոսքով, դա բոլորը գիտեն ինչի մասն է խոսքը։ Իշխանության համար, այո, այսօր եթե պիտի կալանավորի որևէ մեկին 4-ից, ամենահեշտը Վարդան Ղուկասյանինն է։ Հետևաբար Մարտուն Գրիգորյանի ասածը եւ հիմա էլ հայտարարությունը Վանաձորյան սցենարի հետ համադրելով ես հանգում եմ այն հետևության, որ այո, իշխանության համար ամենացանկալի տեխնացուն այս պահին կլինի Վարդան Ղուկասյանը, որովհետեւ նույնիսկ միջև քաղաքապետ դառնալը հնարավոր է իրան ձերբակալեն կալանավորեն, ստեղծեն պայման, որպեսզի տեղի չունենա ընտրությունները, որովհետեւ մենակ իրան չեն բռնի, իր խմբակցությունից էլ կբռնեն մարդկանց, Մարտուն Գրիգորյանին էլ կբռնեն, Մարտուն Գրիգորյանի խմբակցությունից էլ մարդկանց կբռնեն, այսինքն այնպիսի ապահովի կամ 14 մանդատով քաղաքացիական պայմանագիրը կկարողանա քաղաքապետ ունենալ։ Դրանով էր պայմանավորված, որ կար շատ քննարկվելիք հարցեր։ Դրանով էր պայմանավորված, որ արագ հայտարարություններ անելու անհրաժեշտություն առնվազն քաղաքական իմաստով չկա։ Եվ այս սցենարի մասին խոսել էր նախորդ, խոսեց նաև վերջում, ցույց տալով, որ ես սա տեսել եմ, այս խնդիրը, այդ Վանաձորյան սցենարի, այդ իշխանության կողմից հնարավոր է սցենարը տեսել եմ, դրա մասին ասել եմ, եւ հիմա էլ տա Աստված, որ սխալված լինեմ։ Բայց այդ վտանգը միշտ կախված է։ Դե այսպես թե այնպես, պարոն Բաբայան, դուք էլ ասացիք, ցանկացած տեխնացուի հետ կապված կարող էին շատ արագ, գիտեք, վարքյանական ոնց են գործը արագ տանում կալանքի, ասենք շատ արագ կարող էին պարզեին Ռուբեն Մխիթարյանի հետ կապված ոնց են Քարոզ Արշավին, կարող էին վարքյանական բան պարզել ու ձերբակալել տանել։ Բայց եթե նույնիսկ իրեն աջակցող ուժերն են ասում, որ Վարդան Ղուկասյանը ճիշտ ամենալավը չի, դու պատկերացնում եք, չէ, հիմա Գյումրիում ինչքան ուրիշ կերպ են ասում, շատ մարդիկ, չեմ ասում բոլորը, բայց առնվազն Գյումրիում մի մեծ մարդկանց, քանակություն կա, որ կամ չի սիրում այդ մարդուն, կամ այդ մարդու հետ կապված որոշակի տեղեկություններ են բարբերաբար հրապարակում, մամուլում կան շատ այդպիսի բաներ, այսպես ասած, իրենց համար շատ ավելի հեշտ կլիներ կալանավորել այնպիսի մի մարդու, որի մասին կար արդեն որոշակի ձևավորված հանրային բացասական կարծիք։ Հիմա հարց. Ռուբեն Մխիթարյանին կալանավորեն, Վարդան Ղուկասյանին, նույն էֆեկտը չի, չէ։ Առնվազն Ռուբենին ո՞նց կկալանավորեն, չէ, առնվազն մարդիկ կասեն, լավ, այս տղեն ինչ էր արել։ Բայց քվեների տարբերություն կա, եթե այն մարդուն այդքան տոկոս մարդ ձայնա տվել, չէ, դրա մասին չի խոսքը։ Խոսքը բոլորին հնարավոր։ Այդքան գյումրեցիների ձայնը փոշիացվում է, տեսակ։ Ո՞նց է փոշիացվում։ Դե ավելի շատ մարդ է ձայն տվել Վարդան Ղուկասյանը։ Հա, դրա մասին չի խոսքը, բայց դրա մասին չի։ Մենք ասում ենք ով է լիներ կարող էր կալանավորել։ Ես ասում եմ, այո, բայց ավելի հեշտ անենց մարդու կալանավորել, որ կարողանաս տարբեր օրինակ 15 տարի առաջվա մամուլի հրապարակումներով ցույց տաս իշխանության գործողությունը։ Հա, ինչեր է արել։ Վերաբերում է ձայներին, այո, իհարկե Վարդան Ղուկասյանը հավաքել է ամենաշատ ընդդիմադիրների մեջ առանձին վերցած ամենաշատ ձայները, հետեւաբար կարող են ենթադրել, որ Գյումրեցի ընդդիմությանը ընտրած ամենաշատ քաղաքացիները տեսել են Վարդան Ղուկասյանի մեջ։ Բայց եկեք մի բան հասկանանք։ Ով հաղթեց ընտրությունները, իշխանությունը թե ընդդիմությունը։ Ընդդիմությունը ինչպես հաղթեց, մենակ Վարդան Ղուկասյանով թե միասնական։ Իհարկե ոչ, առանձին որևէ ուժ չի հաղթել, բոլորս են հասկանում։ Ինչպես է ստացվում, որ երբ որ մենք ասում ենք հաղթող են իշխանությունն ընդդիմության մեջ ընդդիմությունը, ասում ենք այս որովհետև միասնական, բայց երբ որ ուզում ենք հասկանանք, թե այդ դեպքում այս բոլոր ուժերից ով հաղթեց, ասում ենք հաղթեց Վարդան, այսինքն անհատականացնում ենք։ Եթե անհատականացնող անհատականացման ճանապարհով գնանք, հաղթողը Սարիկն է։
Մինասյան։ Ամենաշատ ձայն ինքն է հավաքել, բայց ընդդիմությունն է հաղթել միասնականության մեջ։ Ես չեմ ուզում հիմա սրա մեջ մտնեմ, շատ երկար քննարկեմ, հատկապես որ Մարտուն Գրիգորյանը հայտարարեց արդեն, որ կապահովի անհրաժեշտ ձայները, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ։ Հետևաբար անիմաստ է հիմա դնել քննարկելը։ Բայց կար սցենարներ, որոնք որ առաջարկվեց հենց նույն այդ հայտարարության մեջ, Ռուբենը կամ Կարենը կարող էին լինել, կամ կարող էին, չէ, ի վերջո մենք մի բան էլ հիշենք, որ ելի եմ ասում, սա գուցե եւ անիմաստ է հիմա սրա մասին խոսելը, որովհետեւ արդեն որոշումը կա, բայց կարճ ուղղակի ասեմ, Վարդան Ղուկասյանը շատ արդարացիորեն հայտարարում էր, ասում էր չլնեմ չիմանամ հանգարց 2-3 ընդդիմադիր ուժերով, որոնց ձեր սաղի ձեները իրար հետ, ուշադիր, հա, սաղի ձեները իրար հետ, հնձից պագաս եղնի դուք միանաք ու գաք ընձիսե կարինձի միացի, պես բաներ չեղնի, շատ առաջ չգնալով կարճ ասեմ ու այս թեման փակեմ, Մարտուն Գրիգորյանն ու Ռուբեն Մխիթարյանը միասին ավելի շատ ձայն ունեին, քան Վարդան Ղուկասյանը, հետևաբար Վարդան Ղուկասյանի այդ հայտարարությունը արդեն ուժը կորցրել էր, բայց այլևս էական չի, որովհետև արդեն շտապել էր եւ միացել էր Վարդան Ղուկասյանին։ Հա, 3 քաղաքական ուժերը կամ 3 առաջին համարները, տեխնացուները սատարել են կամ մեկը երկուսը սատարել են, մեկը առնվազն ասում է, որ ես կապահովեմ այդ ձայները։ Բայց քանի որ ինձ համար արդեն պարզ է, որ ձեր ասած Սարիկը ավելի շատ ձայն է հավաքել խոսքը, ԿՊԱ-մերձ շրջանակները, բլոգերները եւ տարբեր մեդիաները կտրելու են դա տարածելու են, մի հատ հիշեցնենք էլի, որ այդ ձայները ոնց են ապահովել գծի հետևի անոններով, այն տիկին բառից վիրավորվող օրիորդներով եւ մնացած բաներով։ Սարիկ Մինասյանը, որ հավաքել է այդ ձայները, ես այդ մասին շատ խոսել եմ, նույնիսկ դատարանի դալիճում եմ խոսել, հիմա կասեմ ինչ պայմաններով, կատարել է ընտրական բոլոր հնարավոր հանցագործությունները, հիմա կարող են ստուգել և տեսնել ընդր ինչ որ ես սրա մասին բարձրաձայն միշտ եմ ասել, բոլոր տեսակի քարոզչության հետ կապված խախտումները, ինչ ասես արել են իրենք, դրա հնարավոր, հա, այդ նույն արարքների նմանվող հնարավոր արարքներ են կատարել այլ տեխնացուներ, նրանց նկատմամբ, նրանց հարազատների նկատմամբ, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ կան արդեն քրեական գործեր, ձերբակալվել էին, ես այսպիսի տարբեր բաներ էին իրականացնում, հասարակ մի օրինակ։ Մեր ձեր գործընկերներից մեկը, Վահեն Մակարյան, իր հարցազրույցներից մեկում, երբ որ նկարահանում էր Սարիկին, Սարիկն ասում էր, որ մի կնոջ հետ էր հանդիպում, ասում էր, փեդը հասավ, ընդ որում դա նախընտրական շրջանում է, որ վերջանակ կասեց էլի կուղարկեմ։ Մենակ փեդը հոգի հաց էր տալիս արդեն։ Այդ հենց թողնենք, ես կոնկրետ փաստված, ցույց տրված բան եմ ասում, հա, քարոզարշավի ընթացքում։ Ուրեմն, այս գործերի մեջ, որ հարուցեցին, սկսեցին մարդկանց ձերբակալել, կա դրվագ, որտեղ ինչ որ մեկի կողմից, որպես ընտրակաշար, փայտ խոստանալու մասին է։ Նույնը, այսինքն այդ նույնը, բայց ոնց է եղել, հա, այս ամեն ինչը։ Դե իրանց աչքի գերանը չեն տեսնում, ուրիշ աչքի չոփը տեսնում։ Լավ էլ տեսնում են։ Ես մի հատ բան Facebook-ում գրառում արեցի, լավ ասի, այդ մարդը հանցագործություն անում է, այն մյուսին տեսնում եք, ասինքն, էլ չի անում իրականում։ Հա։ Տեսեք, այնտեղ ակնհայտ տեսանյութը կա, այնտեղ կա օպերատիվ տեղեկություն։ Այսպիսի մարդիկ խոսում են այսպիսի բան։ Այ մարդ այնտեղ վիդեոն կա, ինքն է անձամբ խոսում։ Այստեղ ստացվել են որոշակի տվյալներ, բան ինչ որ ցույց են տալիս այդ իրանց սիվիկներով ու միվիկներով, հա։ Հիմա գրկում է երեխային նստում է մեքենայի դիմացը, հասարակ վարչական պատասխանությունը։ Նույնիսկ դրա վրա են աշփակում, միջև որ ես չգրեցի։ Հենց գրեցի վարչական։ Նոր վարչականը, որ տեսեք, մերոնց էլ են։ Էնել իմ գրելուց հետո ասում եմ, հիմա ես այլ բան եմ ասում, կլինի վարչականը մեր վրա անեք, քրեականը ձեր վրա։ Այդ ոնց է քրեականը մեր վրա եկան, մեր ընտանիքի անդամների, վարչականի հերթին ես գալիս այդ ձեր համար է, հա։ Ցավ ու չորը ամբողջը մեր վրա։ Մի հետաքրքիր բան էլ պատահեց այս քանի օրը, ներողություն, ես մի հատ էս միտքը վերջին, հա, ավարտեմ, ես որ խոսում եմ։ Ինչ վերաբերում է նրան, որ իրանք իմ խոսքը կկտրեն, որ ես ասել եմ Սարիկ Մինասյանը ամենաշատ ձայներն հավաքի, ակնհայտ չի, տոկոսային առումով ամենաշատ, բայց նորից եմ ասում, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտվել է նախ Երևանում, հետո Գյումրիում։ Եվ ամենասկզբից ես մի այսպիսի բան էլ, հա, երբ որ արդեն թվերը կային, անկեղծ ասեմ, ինձ համար էլ էական չի ով լինելու քաղաքապետ։ Դու թող Սարիկը կարողանա ինչ որ ճանապարհով նույնիսկ գա քաղաքապետ դառնա, հանցավոր ճանապարհով ոնց որ արեցին Վանաձորում, էլ էական չի։ Քաղաքական իմաստով, մեր մնացած բոլոր իմաստներով էականն այն է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունի վստահություն։ Այո, գյումրեցիները եւս մեկ անգամ ցույց տվեցին դրա հաստատեցին։ 30 այսքան։
բայց ընդդիմությունը միասին ունի 57% վստահություն։ Էլ չխոսակ Գյումրի, էլ չխոսակ վստահության անունից։ Այո։ Պարոն Բաբայան, այս ամեն ինչից հետո, երբ որ Մարտուն Գրիգորյանը հայտարարեց իր որոշումը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրառում արեց, որ կեցցե քաղաքական առուծախը իբր բանի Երևանի քաղաքապետարանի Ավինյանին դնելը, էդի բաներ էլի, չգիտեմ ինչ էր, քաղաքական առուծախ չէր։ Կեցցե քաղաքական առուծախը ու Աստված չանի Գյումրեցու գլխից մաս պակասի։ Ու սա ասում է մի ուժի ներկայացուցիչ, ասենք այն հազարավոր տղաների գլուխները, որ չկան, իրանք հիմա դնելու են գյումրեցիների մազերը հատ-հատ հաշվեն, էլի, ընդհանրապես ինչ գնահատական կարող եք տալ Նազելի Բաղդասարյանի այս սպառնալիքին։ Սենց ասեմ, այդ որ առուծախի մասին խոսում են, այդ առուծախի մեջ իրանք են միշտ եղել ու ընդ որում փորձում էին նաև իմ գնահատմամբ իհարկե Մարտուն Գրիգորյանին ներքաշել այդ առուծախի մեջ իրենց մասով։ Վերսեք նայեք բանակցություններ տանում էին ներսից, որ Մարտուն Գրիգորյանին Ոչ, Մարտուն Գրիգորյանը երբևէ բանակցություն բայց կար տեղեկություն, որ նրան ուզում էին Գյումրիի քաղաքապետ նշանակել, միայն թե ձայները դուք ասում եք կա այդպիսի տեղեկություն։ Ես էլ հիմա փաստեր եմ որոշակի բերում, որ այդ առևտրի փորձերը առնվազն արել են եւ չեն ստացել են 0 արձագանք եւ հիմա հիսերիկ ինչ-որ նոպաներ ամոթ է։ Վերսեք տեսեք իշխանամերձ որոշակի տեխնոլոգներ կամ ինչ են ասում քաղաքական փորձագետներ արևմտամետ, չգիտեմ ինչ էին ասում, ինչ որ սցենարներ էին սպրդում, հա, ասում էին կարող է ԿՊ խելոք վարվի, աֆերի շուստրություն անի, Մարտուն Գրիգորյանի, ասին ինչ են ասում են մենք պատրաստ ենք քեզ հետ քաղաքական առևտրի։ Այս է իշխանության ասածը։ Ասում են Մարտուն Գրիգորյան, գիտես, հələ մի հատ արի քաղաքական իրար հետ առևտուր անենք, կարող ենք մենք քեզ ընտրենք, դու մեզ ինչ-որ բնականաբար դրա պատասխանը բացարձակ ոչ էր եւ հենց ինքնին որևէ քայլ չիրականացվեց։ Դա զուտ հրապարակային դաշտում էր, թե տակից էլ մարդիկ էին ուղարկում։ Չգիտեմ, այդ տակից մարդիկ ուղարկել են թե չէ, դրանով չեմ հետաքրքրվել, չգիտեմ, չեմ ուզում դրա մասին խոսեմ, բայց առնվազն հրապարակային դաշտում, հրապարակային տեսել են։ Հրապարակային մենք այդ եթե տակից մարդ ուղարկեին, երևի հրապարակային չէին անի, չգիտեմ, կփորձեին համարժեք պատասխան կստանային մազը կպակասեր եւ կգնային գլխից մաս կպակասեր ու կգնային, որտեղ ես մարդուն լավ եմ էլի ճանաչում, ինչեւ է ընդ որում ես ասածս մաս պակասել լավ իմաստով է ասում, ասենք Վարսարդարի հա, չասել մարդունի իմ ասենց դա մաս պակասել է երը եւ այլն։ Հիմա ակնհայտ էր մի բան, իմ համոզմամբ այս վերլուծությունով, որ իշխանությունը իրեն պատառոտում էր, որպեսզի կարողանա այդ քաղաքական առևտրի մեջ մտնի եւ տեսավ, որ որևէ դեպքում չի ստացվում այդ առևտուրը, որովհետեւ այդ առևտրի մյուս կողմը պարզապես գոյություն չունի եւ քաղաքական առևտրականներն էլ բացառապես իրենք են, դա հաստատվեց, հետեւաբար հիմա արդեն հիստերիկ նոպաների մեջ են ընկել։ Հնարավոր է գործընթացները տեղափոխել Երևան։ Այս մասով ես էլի պիտի հղում անեմ նույն Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը ու ասեմ, որ կար այդպիսի հնարավորություն երևի հիմա էլ կա, բայց առնվազն կար, հենց բանից ենք տեսնում հայտարարությունից, որ եթե լիներ 4-ի բանակցած տեխնացուն, որ ընդ որում չլինի Բևեռնից որևէ մեկը, ասենք չլինի ոչ Վարդան Ղուկասյանը, ոչ Մարտուն Գրիգորյանը, ապա դա կարող էր լինել ընդհանուր իշխանապողության մեկնարկ, այսպես էր, եթե չեմ սխալվում, այդ միտքը, որ այո, դա կարող էր լինել մեկնարկը, կարծում եմ առնվազն այդ սցենարի դեպքում իրական ռեալ շանսեր կային, բայց հիմա էլ կա, իհարկե կա, առնվազն այն հիմքով, որ հանրապետությունը տեսավ Գյումրու ոչը իշխանություններին։ Այո։ Հանրապետությունը տեսավ, իդեպ մենք ինչ-որ շատ են Գյումրիի վրա սևեռվել, բայց որպես կանոն միշտ նախերգանքն է լինում դա։ Հա, բայց մենք նույն օրը համապետական ընտրությունների։ Հա, համաձայն եմ, բայց մենք նույն օրը տեսանք նաև մյուս համայնքում, չէ՞, ընտրությունների արդյունքները, Փարաքարում այնտեղ շատ փոքր համայնք է, դրա համար բան չունեմ ասելու, բայց դրանից առաջ էլ Երևանին էինք տեսել, Երևանն էլ հանրապետության կեսն էր։ Հա, ճիշտ է։ Այսինքն մենք արդեն բայց այնպես չի, որ Երևանինը միանշանակ ու աներկբակ ԿՊ-ն բան արեց, այսինքն Երևանն էլ ըստ էության մերժեց։ Հենց դա եմ ասում, Երևանի մերժման իմաստով եմ ասում։ Իհարկե, առնվազն մասնակցության ցուցանիշը ինքնին արդեն մերժման որոշակի էլեմենտներ ունի։ ԿՊ-ի ստացած ձայները, բացարձակ իր ձայները եւ մնացածի ձայների գումարային առումով ակնհայտ է, որ Երևանում ԿՊ-ն մեծամասնություն չունի։ Հիմա Երևանում չունի, Գյումրիում չունի, Փարաքարում էլ պարզվեց չունի, Մասիսում էլ չուներ, Գորիսում էլ չուներ, Կապանում էլ չուներ։ Ելի տենց մի շարք համայնքներ կան, որ ապրելու երկիրկուսակցությունը հաղթեց եւ էլի, հա, այսպես շատ տեղեր կան։ Որ ասում են թե Սարիկ Մինասյանը հավաքել է
Նազիկն ասում։ Սարիկ Մինասյանը հավաքել է ամենաշատ ձայները այս կողմեն կողմ։ Ինչ որ մոռացել են ամբողջության մեջ թե ոնց է արտահայտվում։ Նույն Սարիկ Մինասյանը հավաքել է ամենաքիչ ձայները, որովհետև ելի եմ ուզում հիշեցնեմ, որ կռիվը գնացել է ոչ թե Սարիկ Մինասյանի, Վարդան Ղուկասյանի, Մարտուն Գրիգորյանի եւ մյուսների մեջ։ Դա ունեցել է որոշակի ազդեցություն իրանց անձերով պայմանավորված, բայց հիմնական կռիվը գնացել է, այո, երկու բևեռի մեջ։ Մենք ինչ ենք ուզում, ավելի պարզ ասենք, հա, մենք ուզում ենք ՔՊ, թե ուզում ենք ՉՔՊ, ոչ ՔՊ։ Մենք որ մեզ կողմ հələ որոշված չունենք ուզում, բայց այն կողմում ակնհայտ է, որ ՔՊ չենք ուզում։ ՔՊ չենք ուզում պատասխանը շատ ավելի բան է։ Ցցուն է, բայց իրանք կանչում էին արդեն խրախճանքների, էլի, ընտրությունների օրերին։ Հիմա երբ որ կլուծենք, որ ՔՊ-ն չլինի, կարծում կլուծենք նաև մյուս հարցը իսկով լինի։ Այս դեպքում ակնհայտ է, որ բոլորը միասին են առնվազն տեսել։ Օրերս էլի մի տենց աղմկահարույց դեպք եղավ, երբ որ պարզվեց, որ հատուկ ջոկատայինները դիմակավորված մտել են խցեր, Նուբարաշեն քրեակատարողական, արյուն լվա են արել կալանավորներին, դատապարտված են ՑՄ ազատազրկվածներին, ու այս ամեն ինչը Սրփուի Գալյանը պարզաբանեց այսպես, որ ինչ որ մեկը փորձել է քրեական ենթամշակույթ ունեցող մեկը փորձել է վերխ վերցնել, այսպես ասած, իրենք ուզել են տեղափոխել, մեկուսացնել այլ տեղ, բունտ են արել կալանավորները։ Այս պարզաբանումը արժանահավատ է ձեզ թվում այդ կատարված իրավիճակի հետ։ Անկեղծ ասած ես չգիտեմ իրականում ինչա կատարվել, հա, ինչ որ բաներ լսել ենք, արժանահավատության մասին, եթե երկու տեսանկյունից պիտի նայենք, եթե ասել այս իշխանության ներկայացուցիչը, ի սկզբանե արժանահավատության, անարժանահավատության կանխավարկածը գործում է, բայց ես հանուն, այսպես ասած, արդարության պիտի ասեմ, որ աշխատելով ժամանակին մի 5-6 տարի քրեակատարողական ծառայությունում, այս սցենարը հնարավոր սցենար է, որ լիներ քրեակատարողականում, մասնավորապես, որ այո բունտ լիներ, որ այո որոշակի դատապարտյալների կամ կալանավորված անձինք սովորաբար չեն մասնակցում նման բաների, դատապարտվածների մոտ, որ կարող էր լինել որոշակի հա ազդեցության հնպան, փորձեր, հա հնարավոր է։ Այս սցենարը հնարավոր սցենար է, բայց հաշվի առնելով թե ինչ է կատարվում հիմա բանտերում, այն իմաստով որ այլևս տեղ չկա բանտերում։ Սրա եւ հաշվի առնելով թե այս իշխանությունը ընդհանրապես ոնց է մտածում, արդյոք դա հնարավոր այս իշխանությունից հավաստի որևէ բան իմանալ, այո, միշտ մեծ կասկած կա այս իշխանության ցանկացած ներկայացի արած հայտարարության մեջ։ Բայց լիքը հակասական տեղեկություններ էլ եղան, իրենք ասում էին ներքնակներ են այրել կալանավորները, կալանավորներն ասում են մենք քննում ենք այդ ներքնակները, ինչ պիտի այրեն, այսինքն ներսից հերքում էին բոլոր տեղեկությունները։ Հողում անելով այդ նույն իմ ժամանակ աշխատած ժամանակահատվածի վրա, չէ, ներքնակ այրելը այդ բանը ինքը ոնց որ իր անկողինը այրի, ըստ էության, ասում էին սրբիչ այրել են, բայց ներքնակ նույնիսկ բարձ են արել, եղել է ժամանակ, որ բարձ են արել, ընդ որում շատ հայտնի քաղաքական գործիչ եղել է բաց այրողը, բայց չեմ դա անունը իհարկե, բայց այո, ներքնակ, դե այսինքն կալանավորված հայտնի պաշտոնյաներից մեկը, պաշտոնյա չէ, հիմա քաղաքական գործիչ, այն ժամանակ էր քաղաքական գործիչ, մի խոսքով շատ հայտնի մարդ է, շատ լավ մարդ է, հիմա այդ չի արսը, եղել է այդպիսի մի բան, բայց ի վերջո այդ մարդը կալանավոր էր դեռևս եւ ինքը համոզված էր, որ գոնե երկար չի մնալու բանտում։ Իսկ այն մարդիկ, որոնք որ գիտեն իրեն ժամկետը կոնկրետ այսքան տարի լինելու, իրենց ներքնակ է, իրենց քնելու տեղը չեն փչացնում։ Հա, էլի ցմահները անաբան։ Այս բանա, հակասական հայտարարությունները, տեղեկությունները գալիս են հաստատելու, որ մի բան նենց չի։ Բայց ես չեմ կարող հիմա հստակ ինչ-որ բան ասեմ, որովհետև ոչ գիտեմ ներսում ինչ են արել, եւ ոչ գիտեմ ում նկատմամբ են արել, եւ ոչ էլ վստահ կարող եմ պնդել, որ այդ մարդիկ սուրբ էին, ոչ մի բան չէին անի։ Հա, որոշակի խնդիրներ միշտ առաջանում ակերակատարական հիմնարկներում։ Պարոն Բաբայան, փաստորեն այս իշխանությունները, ես հասկացա, որ տատիների հետ էլ ենքան է լավ, չէ՞, որովհետև հայտնի է նայած տատիները, իրենց տատիներին սիրում են, իրենցական տատիներին սիրում են։ Հա, այն որ ասա մերնեմ Նիկոլի ջանի։ Այնքան են սիրում այդ տատիկներին, որ ուր գնում են Քարոզարշավի, որտեղ ուզում ալնի, Գյումրի կլինի, Իջևան կլինի, քաղաքապետ ընտրելու, քաղաքապետի իրենց տեխնաց, այդ նույն տատիկներին իրենց հետ տանում են, այդքան շատ սիրում են։ Յուրային տատիներն, բայց որոշ տատան Մարտունի տատիներին օրինակ այնքան է չեն սիրում։ Մարտունի եւ Գյումրեցիների
տատիկները այո, հայտնի 75-ամյա Կիմայի գործը վերցնենք, որը այդպես էլի մեծ աղմուկ բարձրացած, այս խեղճ կինը ասում է, ուրեմն ինձ քաշելով, բռնի ուժով մեքենայից իջացրել են ամենավերջին հանցագործի պես իր քեռու աղջկա, կարծեմ 90-ամյա, էլի եւս մի տատիի հետ ու տարել են, քանի հոգով հարցաքննել են, ասում մի մազերից չափ մարդ հարցաքննում էր, բան թե ասա փող ես տվել։ Ասում են այս մազերը գյումրեցիներին հատուկ են, մեկն ասում մազի հատիկ չպակասի, այս կինն էլ իր մազերի քանակով է աշխատում։ Հա, այս տատիների հետ կապված ինչ գնահատական դուք ունեք տալու, ընդհանրապես ինչ են ուզում տատիների։ Տատիկների հետ այդ իմ ու մեր 5 իրավապաշտպանների եւ մասնարարապես իմ ու Մելիքյան Ռոբենի այն ամենա այն հուզվելու առիթ տվող վիճակներ, որտեղ իսկապես տատիկները չգիտեն իրancs ինչ են բերել այդտեղ, ինչ են ուզում իրանցից։ Ուզում են տատիկների միջոցով ցանկալի ցուցմունք կորզել, թե ժամանակին ասենք ոստիկանների բաների միջոցով էին այդ ցուցմունքների պատկերը ստանում, որ ընտրակաշարք է բաժանվել, փող են տվել եւ այլն։ Մենք 6-ից 7 ժամ չենք կարողացել մեր տատիկներին տեսնել, մեր պաշտպանյաններին տեսնել եւ դրա համար ստեղծվել է արհեստական խոչընդոտներ, մեզ խաբել են հակակոռուպցիոնի օպերացիայությունն ու նաեւ իհարկե հետո քննիչները իմացան, որ ոնց որ թե քննիչներին էլ չէին ասել օպերատիվ բլոկից, այդ որ ասում մեղք չվերցնեմ ին վրա, բայց մենակ ինքնին այդ հանգամանքը, որ մենք 7 ժամ չենք կարողացել տեսնել այդ մարդկանց ում պիտի ներկայացնենք, խոսում է հենց ակնհայտ այն մասին, որ այդ անձանց նկատմամբ իրականացվել է շատ ապօրինի գործողություններ ունենալով նպատակ նրանցից կորզել տեղեկություններ։ Ներողություն, ոչ թե տեղեկություններ սխալ ասեցի, այլ ստանալ ցանկալի հայտարարություններ եւ ցուցմունքներ։ Ընդ որում սպառնացել, ասեն բերթուն կգնաս կփտես, բան, չէ՞, այս տիպի բաներին։ Ցմա կնստես։ Հա խեղճ տատին, ասենք մտածել է վերջ արդեն իր կյանքի վերջին տարիները անցկացնելու է փակի տակ։ Շատ իրական շատ վատ են վարվել, շատ կոպիտ են վարվել եւ այո նրանց վրա աշխատել են որպեսզի ստանան ցանկալի ցուցմունքներ, կորզեն ցանկալի ցուցմունքներ, բան չեն ստացել այսպես, որտեղ բան չկա որ ստանան։ Հիմա տեսեք ինչ մի հնարքի է դիմել հակակոռուպցիոն կոմիտեն։ Մեծ պաշտպաններից կանչել ստորագրել են տվել, նախազգուշացրել են, որ նախաքննական գաղտնիք հանկարծ չհրապարակեն եւ դրա համար կա քրեական պատասխանատվություն, բայց իրենք օպերատիվ ծառայության կողմից ներքին դիտումներն ու արտաքին դիտումներն ու հեռախոսային գաղտնալսումները հրապարակում են մամուլով։ Իրենք ինչի են մեզ նախազգուշացրել, որ մենք չկարողանանք հակադարձնել, բայց հակադարձում եմ հիմա ես իրենցից հրապարակած բաներով, տեսանյութերով։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ իսկապես տատիկները իրար հետ խոսել են, նախ մենք չգիտենք տատիկներն են արդյոք այդ խոսակցությունն արել թե ոչ, այդ շատ կարևոր է։ Այսինքն կարող է ուրիշի խոսակցությունը վերաբերել մեկ, չէ, գուցե տատիկներից մեկը խոսի մի երիտասարդ աղջկա հետ օրինակ, ենթադրենք, հա, այս դուրս չեն գալի, իրենց հրապարակեցի շրջանակներով։ Մի բան ընդունում ենք իրենք ճիշտ են ասում, այդ քողարկված կամ չգիտեմ ծածկագրերով խոսալը։ Հա, կոդավորված խոսելը։ Ինչի մասին են իրանք ուզում ակնարկեն, ասում են դասարանցիները դրանք ընտրողներն էին, չէ՞։ Այո։ Դասի նստելն էլ դա ընտրությանը մասնակցել։ Գնալը, չգնալը, հա։ Այնքան եք վախացրել բոլորին, այնքան եք բոլորին կալանավորել որևէ բան, հա, ոչ հանցագործություն, ոչ հանցավոր արարքի համար, որ բոլորն են վախենում եւ բոլորն են բանը, հա, այդ կոդավորված խոսում։ Հիմա ես էլ օրինակ շատ հաճախ մենք 5 իրավապաշտպաններով իրար հետ կոդավորված ենք խոսում, որ ինչի արծի բազային տուտու ձեռ ենք առնում մեկ, հա, մենք գիտենք չէ որ մեզ լսում են, ընդ որում տարբեր միջոցներով են լսում, մենք այդ բաները անում ենք, բայց հիմա այո, այն մարդիկ, ովքեր որոշակի առնչություն ունեն նախընտրական քարոզարշավների հետ, ընտրությունների հետ, այդ մարդիկ ստիպված են լինում որոշակի զգուշություն ցույցալ։ Նույնը նաև դաշնակցության մեր ընկերների մոտ էր այն մի քրեական գործով, որ նյութապես շահագրգռել, իբր բերել միտինգների բան, այնտեղ էլ կա որոշակի կոդավորում։ Բայց նույնիսկ այս կոդավորումով խոսալու իմաստը ամբողջությամբ եթե ընդունենք, որ հակակոռուպցիոնը ճիշտ է, հանցանք չկա տեղ։ Իսկ ով ասես, որ չի կարելի մարդուն գնալ ասել արի ինձ ընտրի։ Կամ ով ասես, որ 90-ից տատիկին չի կարելի օգնել, տանել ընտրատեղամաս, հələ մի հատ էլ իր այդ գնալ, օգնել, որ ինքն ընտրի։ Այդ օրենքով է սահմանված։ Ուղղորդումը։ Ինչն է ուղղորդում։ Այսինքն այդ տատիների միջոցով ուղղորդման գործընթաց է կազմակերպվել, ես այդպես հասկացա։ Ուղղորդումը ինքնին հանցանք չի, ուղղորդումը առնվազն, լավ sense ասեմ, քարոզչության ընթացքում հենց ուղղորդում է իրական։ Մարդկանց ասում ենք, արի մեզ ընտրի, մենք լավն ենք, մենք էս կանենք, այն կանենք։
ընտրությունների օրը այո, չես կարող նման բան անել, բայց ուղղորդում ասածը բացի այդ, որ չես կարող, պիտի նաև ունենա այդ հանցավոր տարը, դրանպես նյութապես շահագրգռելու բանը պիտի լինի։ Հիմա դուք ասում եք, որ նայմը չեմ կարող պատմեմ, շատ ծիծաղելի պատմություններ կան այս հեռախոսների մեջ։ Լավ, մի կարճ բան ասեմ, օրինակ հեռախոսային խոսակցության ժամանակ չի կարելի, ասում եք սելը, օրինակ հեռախոսային խոսակցությունը այս մեկը կարելի է, որտեղ բանով չի։ Հեռախոսային խոսակցության ժամանակ թորներ թե չեմ հիշում։ Մի խոսքով բարեկամ ու աղջիկը զանգում է տատիներից մեկին, ասում է՝ «Մի աշիկ կար բան եմ բերել, խնձոր եմ բերել», ասում է, հիմա բերել են։ Ուզում ես քեզ էլ բերեմ։ Այ բալաջան, ասում եմ, այդ խնձորի ժամանակն է։ Հա, ու դա դիտարկել են որպես խնձորները ընտրողներն էին։ Իսկ դրա ժամանակն է, այսինքն ընտրությունների օրը չի, հա։ Երևի։ Հնարավոր չի այդ իրենց այդ ցնորքը սենց ինչ-որ պես փորձել մեջը տրամաբանություն գտնել։ Այդպես ընտրությունների օրը ցանկացած երկու անձի խոսակցություն կարող է վերագրվել ընտրությանը։ Լավ, եթե չեմ սխալվում, դա հրապարակվել է, իրենք հրապարակել էին։ Այնտեղ նույնիսկ կա մի դրվագ, նախ տատիկներից մեկը Տիկին Անահիտը աշխատում է այդ Երևան-Գյումրի տրանսպորտային ընկերությունն է, որ այդ մարշրուտներով որ ապահովում են, բնականաբար անդադար ինքը տենց տարբեր բաներով է զբաղվում։ Պատվերներով ամենատարբեր, հա, մեքենաների մեջ տեղ պահելով, ի վերջո իր հարազատ իր ճանաչած մարդկանց համար լրացուցիչ ինֆորմացիա տալու, որ արի այս ժամին կնստես այս համարի մեքենան, որ կարողանաս ավելի հեշտ հասնես։ Ուղևորա հոսք է Այս տեսակ խոսակցությունները ձայնագրված են եւ դրանցով կառուցված են sense շատ բան խորիմաստ վերլուծություններ, թե ինչպես էին նրանք կառավարում բանը, հա, այդ ինչ են ասում ընտրողների տեղաշարժը դեպի ընտրակաշարժները, ինչպես են ընտրողների տեղաշարժը ախր նույնիսկ եթե դրանք կան, դրանք վարչական պատասխանատվության շրջանակում։ Հա, քրեական։ Բալա լրագրողներ դուք բոլորդ որ այնտեղ այդ ծավալուն այդ հսկայական աշխատանքը իդե ապրեք շատ լավ աշխատանք արեցիք։ Գնացել եք նկարել եք այդ ավտոբուսները, որ ԿՊ-ի համար բերել են։ Կա որևէ վարույթ։ Չկա ոչ մի վարույթ։ Հիմա գիտեք ինչ են անում ոստիկանությունից, այն օրը հայակվեից եմ իմացել։ Դիտորդները, որոնք որոշակի տեղեկություններ են ընթացքում արձանագրել կամ հրապարակել ինչ-որ լրատվամիջոցներում բաներում, այդ դիտորդներին կանչում են հարցաքննության ոստիկանությունում։ Այս էլ մի թազա, մի նոր բանի ճնշման ձև էր, այսինքն պիտի գաք մի խոսքով, իհարկե ոստիկանությունը Հա, որ հետ քաշվեն, ասեն այ մարդ ոչ տեսել են, ոչ լսել են, էդ էլ անկապ ձեռ հետ ասել։ Պիտի իմանա, որ ինքը չունի այդպիսի լիազորություն, որոշ դեպքերում ինձ դիմել են հայակվեի դիտորդական ժողովրդի համար, ես ոստիկանության Շիրակի մարզի ունեցել եմ խոսակցություն, ասել են, որ չեն գալու։ Գնացեք վարույթ նախաձեռնեք, մենք համոզվենք, որ ուզում եք այդ գործով քննություն անեք։ Այդ ժամանակ կորոշեն կգան կան։ Այսինքն նախորոք ուզում են դիտորդների այս տեղեկությունները չեզոքացնել, որպեսզի ուզում են այնպիսի հարցերի բաների միջոցով հերքեն, իբր թե միջև վարույթ նախաձեռնելը իրանք իրականացրել են օպերատիվ լայնածավալ միջոցառումներ եւ դա հերքվել է։ Չէ, դա դուք արեք, մեզ չի հետաքրքրում, այդ ձեր հարաբերություններն է։ Եթե դուք տեսնում եք հանցագործություն, պարտավոր եք տալ քննչականին։ Քննչականը վարույթ կնախաձեռնի, կգանք այնտեղ, արդեն կասենք մեր ասելիքը։ Իսկ այստեղ չենք օգնելու, որ հերքեք, օրինակ Սարիկ Մինասյանի կողմից կատարված մի շարք արարքներ։ Միջադեպի մասին էլ կուզենայինք խոսել։ Այն որ վերխուշկեքը երբ որ գնում են Երևանի փողոցները վերածվում են այսպես քաոսի, պարեկներն են ավելի շատ վերածվում քաոսի, այդ մենք տեսել ենք, գիտենք, բայց որ նման մի ընթացքի ժամանակ պաշտոնյաների կարող են ազդանշան տվող ընդամենը բողոքող, դրանով ազդանշանով բողոքող վարորդին դուրս բերել իր մեքենայից, այսպես մի քանի հոգով հարձակվել, քաշքշել բոլորի աչքի առաջ ամենավերջին հանցագործի պես, մարդասպանի, դարի հանցագործի պես, այդ ամենք չէին տեսել։ Իրավական նորմալ ժողովրդավար երկրում նման միջադեպին ինչպես պետք է հասարակությունը արձագանքեր։ Բայց ինչ եք դժգոհ։ Ինչեր դժգոհ։ Դուք ինչ եք դժգոհ։ Հասարակությունը ինչա դրանից դժգոհ։ Դա մեզ լավություն են անում, մեզ սովորացնում են, մեզ մեր մասին են մտածում։ Ինչ։ Մեզ պատրաստում են վաղը մյուս օրը այդ պարեկները, երբ որ ոստիկանությունը հանձնեն Ադրբեջանին, այդ պարեկները լինելու են ադրբեջանցիներ, մեզ հենց այդպես են մեզ հետ վարվելու։ Սովորեցնում են։ Մեզ հիմիկվանից արդեն նախապատրաստում են, թե մեզ հետ ոնց են վարվելու ադրբեջանցիները։ Այսքան ինձ թվում է իրիքա դրան պատասխանել։ Սա դասընթաց է ընդամենը։ Չէ, դասընթաց չի։ Մեզ սովորացնում են, թե ադրբեջանցիները մեզ հետ ինչպես են մոտ ապագայում կամ առաջիկայում վարվելու։ Արդեն ադապտացնում են մեզ դրան։
Ես այդտենց եմ գնահատում այդ գործողությունները, որ արեցին բարեկները։ Պարզ է։ Դուք նաև, քանի որ ազգային ժողովի աշխատակազմում եք եղել, օրերս լրագրողների հետ կապված միջադեպ եղավ, երբ որ լրագրողները Անդրանիկ Քոչարյանի հետ կապված ընդամենը 1-2 պաստառ էին տարել ազգային ժողով եւ ուղղակի այդ պաստառը պահելով լրագրողների համար նախատեսված օթյակում ուզում են իրենց ուշադրություն հրավիրել խնդրի վրա, որպեսզի ստեղծեն էթիկայի հանձնաժողով։ Ինչ հաջորդեց դրան, տեսել եք տեսանյութում, ՊՊՑ-ի աշխատողները այսպես քաշքշելով լրագրողներին, ինձ կոնկրետ աթոռների են փայտի պոչերի վրայով քերելով ոտքերը ստանելով, նախկինում եթե նման միջադեպներ ընդհանրապես ձեր ժամանակ ձեր օրոք նման ակցիաներ եղել են թե չեն եղել ու ոնց էր արձագանքը, հնարավոր էր նման միջադեպը լիներ, այսինքն ՊՊՑ-ն միջամտեր առանց ազգային ժողովի նախագահի կամ ղեկավարների թույլտվության։ Մի քիչ ավելի բան անենք, հա, այսպես հետ գնանք, այն ժամանակ երբ որ ես ազգային ժողովում էի, դուք էլ լրագրող էիք ու մենք այդ ժամանակ իրար հետ աշխատել ենք, արի մի հատ այդ ժամանակներից հիշենք հետեւյալը։ Երբևէ այդ ժամանակներում օթյակում զինվորական համազգեստով մարդ տեսել եք։ Չէ, հիմա Ռուպերտ Դավո, չգիտենք, առավել եւս օթյակ։ Իրենց բաները, տիկտոկերները, ով ասես կա, լրագրողներն է մի հատ էլ գալիս են ռակուրսն են նայում, ով ինչ ռակուրսից, ինչ աստիճան զում պետք է անի, իհարկե։ Ով է նայում, չհասկաց։ Որոշ մարդիկ գալիս են վերահսկում են, որ հանկարծ եւ այո, երբ որ տեսախցիկդ համապատասխան չափի պիտի զում անես, շատ վարչապետի վրա չանես, իհարկե այս ամենը վերահսկվում է օթյակում։ Դե ասեմ հետեւյալը։ Օթյակում իմ ժամանակ գոնե երբ որ ես եմ աշխատել, այսպես ասած օթյակ եղել է անձեռնմխելի։ Այն իմաստով, որ նախ այդտեղ աշխատողներին չէին շատ քիչ աշխատող իրավունք ուներ այդտեղ բարձրանալու, ընդ որում երբ որ ես նոր էի նշանակել ինձ էլ չէին թողնում, որովհետև չգիտեին ես ինչ եմ աշխատում, այդտեղ կարող էր մտնել լրատվականի պետը միայն եւ մի քանի հոգի, այդտեղ այլ աշխատողի ընդհանրապես չեն թողնում վերև։ Առավել եւս այդտեղ համազգեստով երբեք, նախ ամբողջ ազգային ժողովի շենքի ներսում երբեք չենք ունեցել համազգեստով մարդ, բայց հատկապես լրագրողների ունեցել ենք 1 հոգի անվտանգության աշխատակից, որը դե բնականա պիտի լիներ, բայց օթյակ նրանք երբեք չեն եկել։ Օթյակը դա միշտ եղել այդ վերևի հատվածը, որ բարձրանում ենք վերև այդ բաները, հա, սենյակները, դա եղել է ազգային ժողովից դուրս կա բան տարած, դա միշտ եղել է լրագրողների համար։ Եվ այդտեղ լրագրողները միշտ արել են այն ինչ որ ուզել են, ավելին լրագրողները բոլորը շատ լավ հիշում ենք, որ արել են ազգային ժողովի դահլիճում որոշակի գործողություն։ Նիստերի դահլիճում։ Հանուն արդարության պիտի ասեմ, որ այդ ժամանակ մենք որոշակի կանխարգելիչ գործողություններ այո արել ենք, մտածել ենք, մասնավորապես դրանով էր պայմանավորված հետագայում լրագրողներին չթողնելը մտնել ազգային ժողովի նիստերի դահլիճ, բայց դրա մեջ կար տրամաբանություն։ Այո, նպատակը, որ մենք այդ փոփոխությունը արեցինք, պատճառը հենց այդ բանն էր, ակցիան էր, բայց առնվազն մենք ինչ էինք ասում, իսկ լրագրողը դահլիճում ինչ ունի անելու։ Այ ես կարող էի անվտանգային առումով նաև խնդիր կա։ Չէ, անվտանգությունը թողնենք մի կողմ։ Լրագրողի մասնագիտական գործունեությունից ելնելով, եթե դահլիճում օպերատոր կա, օպերատորը ինչ անում, իր մասնագիտական աշխատանքը, չէ, կադրեր պիտի հավաքի։ Լրագրողը դահլիճում նիստերի ժամանակ ոչ կարա հարցազրույց անի, ոչ կարա որևէ մեկ, եթե փորձի էլ դա կլինի խանգարել։ Իսկ այն ժամանակ մենք ուղղակի չենք էլ այսինքն սենց ասեմ, լրագրողները որ կմտնեն դահլիճ, երբևէ դա մեր մտքով չի անցել, մեզնից առաջել, հա, ինձնից առաջել չէր անցել եւ դրա համար կանոն չկար որ լրագրողները չեն կարող մտնել։ Բայց այդ նոր ասում էլի եմ ասում, հանուն արդարության պիտի ասեմ, որ այո, որոշակի գործողություններ կանխարգելիչ մենք ձեռնարկել ենք, որ գոնե դահլիճում չլինի նման բաներ։ Բայց ինչ են կարել, ասել ենք լրագրողը չի կարա մտնի, որովհետեւ դա չունի տրամաբանություն, թե ինչի պիտի լրագրողը մտնի ներս։ Բայց ի՞նչ է նշանակում օթյակից մարդկանց քաշելով անել դուրս։ Օթյակում լրագրողը ինչ ուզի կարող անել։ Ինչ ուզի կարա անի։ Իսկ ով ասել որ ազգային ժողովում քիչ են եղել բողոքի ակցիաներ, այն շատ են եղել։ Ես հիմա Չէ, մեզ այսպես են պարզաբանում, ասում են, քանի որ այսպես աղմուկ բարձրացավ եւ ապակիներին էին թակում, իսկ ամբողջ կառավարության կազմը իր շքախմբով ներքևում էր, անվտանգությունից ելնելով, ասենք մենք այդ ապակիների հետևից պիտի ինչ անեինք, ուշադրություն էինք հրավիրում։ Դահլիճում բացարձակ չի լսում ձեր թակոցները։ Թակոցը լսվում է, պարոն Բաբան։ Չէ, լսվում է, որ երբ որ թակեցին, արդեն նոր ներքևից նայեցին։ Այդ աղմուկի մեջ գրեթե չի լսում կամ առնվազն չի լսում այնքան, որը կխանգարի։ Գոնե, հա, դա իհարկե
կտկտոց զուտ ուշադրություն գրավելու, բայց իրենք մտածում են եւ այդ ապակիների հետևից սնայպերները հանելու են ինչ ինչի՞ սա ասեցի, որ ձեր բերած պատճառաբանությունը հիմարությունը չէր կարող դա խանգարել այդտեղ, որովհետեւ գրեթե չի լսվում այդտեղ, եթե լսվի էլ շատ բան Բայց ապակիներս դրա համար է դրած որ չլսվի։ Ու դեռնիստը չէր սկսել զուտ ուշադրություն է գրավում, ընդ որում մենք հիշում ենք, որ հենց հեղափոխության օրերին էր չտվեցին, գիտեք, ինչի այդքան այդ զորով, որովհետև ի սկզբանե կանխեցին բոլոր հնարավոր բողոքի ակցիաները ժողովրդավարական երկրում, որ կարող է, որ էլ մտքներով չանցնի հանկարծ ազգային ժողովում ցես տես պահի։ Դրանից հետո ԶԼՄ-ներին տարածեցին հաղորդագրություն աշխատակազմից, որ այսուհետ լրագրողները կարող են պաստառներ բերել ազգային ժողով, բայց դրանց բովանդակությունը պարտադիր պիտի աշխատակազմի ղեկավարը ծանոթանա ու որոշի դրանք զրպարտություն վիրավորանք պարունակում են, թե չէ, ամենահետաքրքիրը ինչ էր գրած այդ բանի պաստառի վրա։ Անդրանիկ Քոչարյան շուրթերը կմաքրիր։ Բատեղ ինչ զրպարտություն կամ վիրավոր։ Դե դրա մասին չի խոսքը, բայց այսուհետ եթե պաստառ մտցնեք, ասում եմ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը պիտի գնահատի վիրավորանք է թե զրպարտություն, դատավորի ֆունկցիա ունի, ոնց պիտի գնահատի։ Ղեկավարը նման լիազորություն չունի, լրագրողների հավատարմագրման կարգի մեջ նման բան չկա, ազգային ժողովի ներս չի կարող տարվել միայն այնպիսի գործողություններ, որոնք թվարկված են, չի կարող տարվել այնպիսի առարկաներ, որոնք թվարկված են ցանկում։ Չէ, ասում են այսուհետ եթե նման պաստառ տանեք, որի բովանդակությունը աշխատակազմի ղեկավարը ծանոթ չէ, դուք կար կխախտեք ու քեզ կզրկեն արդեն հավատարմագրում։ Հիմա նոր բան է, նոր տարել են, հա։ Դե որ համանadrությունները փոխում են։ Հաղորդագրություն էին տարածել։ Չէ, բայց կարգի մեջ կա այդպիսի փոփոխություն։ Կարգի մեջ երևի կանեն էլի, այսուհետ եթե ուղարկել են արդեն նախապես, բայց մենք հիշում ենք պարոն Բաբայան հեղափոխության օրերին ոնց են այս իշխանության ներկայացուցիչները, ինչ թղթի կտոր պաստառ, ծխարցակիչներով եկել էին մտել են ազգային ժողովի ամբիոնի մոտ, ասենք Լենա Նազարյանը Մայր Հայաստան արձանի այդ խրոխտությամբ ոնց էր պահել այդ ծխարցակիչը ու հեղափոխություն էր անում։ Պատգամավոր էր, դահլիճ կարող էր մտնել։ Հա, դահլիճը հասկացանք, բայց ծխարցակիչը, Բաբլոյանի բողոքը, որ խեղդվում ենք եւ այլն, ասենք մեր պահածներն ընդամենը թուղթ էր ու ընդամենը խոսքի ազատություն։ Ծխարցակիչ բառելու դրսում փողոցում վարելու համար անձինք խուլիգանության հոդվածով դատվում են։ Այո։ Այդ ԱԳՆ-ի դեպքերը, հունիսի 12-ի դեպքերը, ինչ որ իրենց կարելի էր դա անել հանցագործություն այլևս։ Պարոն Բաբայան, ամփոփելով մեր զրույցը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ կադրային ճգնաժամ ունի ինքը, երկրում կադրային ճգնաժամ կա, որովհետև Գյումրին է ուզում բանանի, Գյումրիի կադրերին է ուզում փոխել։ Չգիտեմ, որ կադրերին է ուզում փոխել, բայց ասում է, այս քաղաքականության ապիկարությունը, այսպես ասած, կառավարման պատճառաբանում էր կադրային սովով ու ասում է, որովհետև ժամանակի մանկապարտեզներ, դպրոցներ չեն կառուցվել։ Տիգրան Մեծի մեղքը փաստորեն կամաց մոտենում Նա էլի նախկինների մեղքով այսպես բան է։ Միշտ ասում ենք Տիգրան Մեծն է մեղավորը։ Այո։ Հիմա լուրջ չի։ Դե ինչ հիմա մեկնաբանենք, մանկապարտեզներում լավ չի եղել, երեխեքը լավ կրթություն չեն ստացել, մեծացել են, դպրոց լավ չեն գնացել, դպրոցը լավ չի եղել, հա, տենց դարել են վատ մասնակետ։ Ապա մինչև բայ ես մեղավոր եմ որ դու դեբիլներին ես հավաքել բերել քո կողքը։ Այդ բերի նորմալ մարդկանց, ապա չնայած նորմալ մարդիկ երբեն իրենց հետ աշխատում որ հետ դուք գնացել եք հավաքել եք, ասինքն չկա կադրեր, կա կադրեր, ձեզ հետ չեն աշխատի այդ կադրերը։ Լավ կադրերը կան, շատ լավ կադրեր կան, նրանք շատ են, ձեզ հետ չեն աշխատի։ Զապադլո է այս իշխանության հետ աշխատելը։ Ես չգիտեմ, ասում եմ, չեմ ուզում գլուխս գովեմ, բայց օրինակ ինձ որ առաջարկի, ես չեմ աշխատի։ Ես չեմ ասում ես լավ կադր եմ, բան, բայց առնվազն չեմ աշխատի ես իրենց հետ։ Այսինքն իրեն հարգող մասնակետը։ Ես դեռևս 2018-ին էի որոշել, բայց 19-ին հունվարին եթե հիշում եք նոր ազգային ժողովը այդ ժամանակ եղավ, ես ինքս դեռ այդ ժամանակ ունեի որոշում, որ ես այլևս կամ երբևէ այս իշխանության հետ չեմ կարող աշխատել եւ դրանով էր պայմանավորված, որ նոր ազգային ժողովի ձևավորումից մոտավորապես 15 օր առաջ ես իմ ազատման կարգադրությունը արդեն ունեի Բաբլոյանի կողմից ստորագրված։ Չեն աշխատի ձեզ հետ։ Ոնց աշխատեն։ Կամ դուք ի վիճակի եք աշխատել բանիմաց մասնագետի հետ։ Եթե դուք բոլոր որոշումները ի վերջո ձեր քաղաքական նպատակների համար եք ծառայեցնում։ Հիմա շատ լավ քննիչներ, դատախազներ, ընկերներ, որոնց հետ մենք շփվում ենք, մեծ խնդրի առաջ են, որովհետև ասում են, sense չի կարելի, բայց ասում են ստիպված է։ Հա, նրան է պետք, ուրեմն ստիպված պիտի խախտեն, բայց ամեն մարդ ի վիճակի չի։ Բայց ԱԳՆ-ն մենք տեսանք ոնց մաքրեցին կադրերից, ՊՆ-ն ոնց մաքրեցին կադրերից ու հետո ասում են, որ կադրային սովը էլ կադր չի մնացել։ Փաստորեն։ Հա, մնացածներին կամ հանել են, մի մաս նրանց հետ չեն աշխատի, աշխատողներին էլ դե տեսանք ովքեր են ինչ են էլի։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Բաբայան։
Այսօր այսքանը, սիրելի հետևորդներ, ես ձեզ խնդրում եմ, որ եթե մինչև այս պահը չեք բաժանորդագրվել մեր ալիքին, անպայման բաժանորդագրվեք, ինչպես նաև Patreon-ին։ Շնորհակալություն, որ դիտում եք, կհանդիպենք մյուս շաբաթ, ցտեսություն։